Կտավին դիպչող մատիտի շարժումներին հետևում է անվանի նկարիչ Հրանտ Թադևոսյանը։ Դիմանկարների հեղինակները ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ապագա ուսանողներն են։ Բուհի նոր ծրագրով վարպետը Թաթոսը երիտասարդներին պատրաստում է հաջորդ տարվա ընդունելության քննություններին։ Նախապատրաստական դասընթացներ համալսարանում կազմակերպվում են արդեն երկրորդ անգամ։ Մեզ մոտ գալիս են անգամ 8-րդ դասարանից սկսում են իրենց նախապատրաստում են այդ գործի եւ մենք համարյա այսպես զերոյից ենք սկսում ուղղորդված են առումով, որ եթե ճարտարապետական բաժին է, այդ գծով են զարգանում, եթե դիզայնի գծով է, դիզայնի գործով, այսինքն տարբեր դասընթացներ են ընթանում։ Երբևիցե դիմանկար չեմ նկարել, հենց դիմանկարի ուսումնասիրությունն եմ սովորել այդտեղ։ Ինձ թվում է դասախոսները շատ անհատական են մոտենում, հեշտ է բազան դրվում։ Բուհերի ընդունելության քննություններին պատրաստվելու նպատակով դիմորդները հաճախ դիմում են կրկնուսույցի, սակայն երբեմն այդ գիտելիքները չեն բավարարում աշակերտներին անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Այս երեխեքը հիմնականում բախվում են ռեպետիտորի դպրոցի հիմնական խնդիրներին, այսինքն լավ, վատ, այդ խնդիրը լուծելու համար բուհ ունի սոցիալական պատասխանատվություն, այսինքն պետության, ժողովրդի հանդեպ, եւ որպեսզի մենք կարողանանք այս բեռը թեթևացնենք, որոշեցինք, որպեսզի մեկնարկենք եւ սկսենք նախապատրաստական դասընթացները։ Ճարտարապետության և շինարարության համալսարանում շաբաթը մի քանի օր անցկացվում են մաթեմատիկայի, գծագրության, գծանկարի և կոմպոզիցիայի դասընթացներ։ Յուրաքանչյուր խմբում ներառված է 6-ից 12 աշակերտ։ Դասերի ընթացքում պարբերաբար կազմակերպվում են նաև փորձնական քննություններ, ստուգելու աշակերտների գիտելիքները։ Ներգրաված են դեպարտամենտի լավագույն մասնագետները, դասախոսական կազմը եւ համագործակցային բարձր մակարդակի վրա է կազմակերպող կառույցի հետ, այսինքն ուսանողների, աշակերտների ներգրավվածությունը ինքը բարձր մակարդակի եւ դա է փաստում նաեւ իրենց մոտիվացիան հաճախելու, ինչպես են հաճախում, պատրաստվում։ Նախապատրաստական դասընթացները նաև նպաստում են դիմորդների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը։ Արամ Մարանդյան, Արտակ Գևորգյան, լուրեր։